Հայաստանում հնարավոր է օրենքով արգելվեն դատավորների վարկանիշավորմամբ զբաղվող մասնավոր հարթակները։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է Արդարադատության նախարարություն, առաջարկելով օրենքով արգելել այդպիսի հարթակներից մեկի Help-Court-ի գործունեությունը։ Կոմիտեի ղեկավարը ենթադրում է, որ փաստաբանների դրական կամ բացասական գնահատականները կարող են ստեղծել դատավորների նկատմամբ ոչ ֆորմալ ճնշման, պիտակավորման և կախվածության վտանգավոր միջավայր։ Այս կառուցակարգը մեր գնահատմամբ սկզբունքորեն արատավորում է և չի կարող դիտարկվել որպես դատական համակարգի նկատմամբ առողջ հանրային կամ մասնագիտական վերահսկողության գործիք։ Երեք էջանոց գրությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը փորձել է հիմնավորել, թե ինչու պետք է փաստաբանները զրկվեն մասնավոր այս հարթակի միջոցով դատավորների աշխատանքը գնահատելու հնարավորությունից և Հայաստանում առհասարակ արգելվի նմանատիպ կայքերի գործունեությունը։ Help-Court-ի հիմնադիր Լևոն Սահակյանը սակայն համաձայն չէ կառույցի ղեկավարի պնդումների հետ։ Նա վստահեցնում է, շուրջ 10 տարի գործող հարթակի նպատակը բոլորովին այլ է։ Help-Court-ը ընդամենը հարթակ է, որտեղ փաստաբանները արտահայտում են իրենց կարծիքը։ Փաստաբաններն իրենց կարծիքը արտահայտում են Facebook-յան էջերում, տարբեր հարթակներում, այդ թվում նաև Help-Court-ում։ Help-Court-ը ընդամենը հանրությանը ամփոփ կերպով ներկայացնում է փաստաբանների կարծիքը, որը որևէ կերպ չի կարելի որակել որպես դատավորների անկախության նկատմամբ ոտնձգություն կամ ապօրինի ճնշում դատավորների նկատմամբ։ Թե ինչու է Հակակոռուպցիոն կոմիտեն, որի բուն գործառույթը կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն է, որոշել զբաղվել դատական համակարգի հարցերով, պաշտոնական գրության մեջ նշված չէ։ Մեր հարցմանը կառույցից խոստացան արձագանքել, բայց մինչև աշխատանքային օրվա ավարտն այդպես էլ չպատասխանեցին։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ով ոչ հաճախ, բայց օգտվում է այս հարթակից և գնահատում դատավորների աշխատանքը, այս գաղափարը ցանկացած հիմնավորման դեպքում անընդունելի է համարում։ Այստեղ խնդիրը գաղափարական է, այստեղ խնդիրը սահմանադրության, ընդհանրապես ժամանակակից պետություն-մարդ հարաբերությունների ամենաֆունդամենտալ հարցն է, ազատության հարցն է։ Պետությունը չպետք է քիթը մտցնի, չպետք է միջամտի այն դեպքերին, երբ որ բացարձակ չարիքի մասին չի խոսքը, որովհետև բացասական դեպքերի հետ մեկտեղ, բացասական դրսևորումների հետ մեկտեղ այս համակարգը բազմաթիվ դրսևորումներ ունի, որը դրական է, մասնավորապես դատավորների համար իր գործունեությունը բարելավելու խթան կարող է հանդիսանալ, դատավորների կողմից, փաստաբանների կողմից նաև իրենց վարքագծի նկատմամբ պատասխանատու մոտեցման հնարավորություն կարող է լինել։ Կոմիտեի նախագահը մինչդեռ նշել է, հարթակի գործունեությունը չի կարող դիտարկվել միայն որպես մասնավոր նախաձեռնություն կամ կարծիք արտահայտելու միջոց, քանի որ դատավորներին հրապարակայնորեն գնահատելը կարող է վերածվել դատական իշխանության նկատմամբ ազդեցության ոչ պաշտոնական մեխանիզմի։ Նախաքննական մարմնի ղեկավարն անհանգստացած է նաև, որ փաստաբանները կարող են դրական գնահատել այն դատավորներին, որոնք իրենց շահերից բխող որոշումներ են կայացնում։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը սակայն այս ամենի հետևում բոլորովին այլ խնդիր է տեսնում։ Ինչի են ասում, որ անկախության առումով ռիսկ կարող է լինել, որտեվ ենթադրում են, մտածում են, ասում են դատավորները կասեն, ըհը ես հոգուտ փաստաբանների որոշում կայացնեմ, որ իմ, այսպես ասած, վարկանիշը ավելի բարձր լինի։ Բայց եթե այդպես է դատավորը մտածում, ուրեմն չպետք է նա դատավոր դառնար։ Ուրեմն դուք եք սխալվել այդ մարդուն դատավոր նշանակելով։ Իմ օրինակը ասեմ, ես շատ հաճախ չեմ գնահատում այդ համակարգից օգտվում, բայց օգտվում եմ։ Բայց անկեղծ ասեմ, ես դրական եմ գնահատել նաև դատավորների, որոնք կայացրել են ավելի շատ ի վնաս իմ մասնակցությամբ գործերով որոշումներ։ Կայքի վերջին տվյալներով ամենաբարձր վարկանիշն ունի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը, իսկ ամենացածրը Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը։ Հովհաննիսյանն այն դատավորն է, ով արդարացրել էր վարչապետի ուղղությամբ խնձոր նետած քաղաքացուն։ Մինչդեռ Սեդա Սաֆարյանը հանրային քննադատության թիրախում հայտնվեց հատկապես ընտրությունների արդյունքների բողոքարկման դատական լսումների օրերին։ Կայքի հիմնադիրը չբացառեց, գուցե հենց դատավորներն են դժգոհել հարթակից։ Այո, Help-Court-ը կարող է տհաճ լինել ցածր վարկանիշ ունեցող մի շարք դատավորների համար։ Դատական համակարգից չի դադարում բողոքել կառավարության ղեկավարը։ 8 տարի երկիրը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը դատավորներին ուղղված մեղադրանքները սրեց նախընտրական ու հետընտրական փուլում։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի կարծիքով դատավորների հեղինակությանը ոչ թե նման հարթակներն են վնասում, այլ վարչապետ Փաշինյանը։ Վնգստացող դատավորների արտահայտությունը, որ ծամոն է դարել շատ-շատերի համար, վերջի շրջանի իր արտահայտությունները, որևէ այլ չեմ խոսում վարկանիշավորող, որևէ մեկը մեր երկրում չի կարող դատական իշխանությանը անգամ համեմատելի վնաս հասցնել, ինչ էլ ուզի անել։
քան Նիկոլ Փաշինյանը արդեն հասցրել է եւ սենյակի մեջ փիղ չտեսնելը դա արդեն ազնիվ չէ։ Հակակոռուպցիոն կոմիտեի գրության վերաբերյալ Արդարադատության նախարարությունից Ազատությանը փոխանցեցին. կիրականացնեն հարցի իրավական հիմքերի ուսումնասիրություն, որի արդյունքների հիման վրա կքննարկվեն հետագա անելիքները։